կանայք են այս խնդրով դիմում, որովհետև կանանց մոտ քաշի տատանումները, ինչպես նաև ծննդաբերությունը հանդիսանում են պրովոկացիոն գործոններ, որոնք բերում են որովայնի առաջային պատի դեֆորմացիայի կամ հավելյալ ճարպի կուտակման։ Այս ամեն ինչը իհարկե հնարավոր է կանխել մինչև առաջանալը հասնելը, այսինքն սպորտով զբաղվածությունը, ճիշտ սննդակարգը, այս ամեն ինչը նպաստում են նրան, որ իրոք կինը կարող է և ծննդաբերել և ունենալ որովայնի առաջային պատի էսթետիկ, գեղեցիկ տեսք։ Բայց շատ հաճախ այս կամ այն գործոններից կապված սպորտի մեջ թերանալուց, սննդակարգից, նստակյաց ապրելակերպից կամ նույնիսկ գենետիկ խնդիրներով պայմանավորված լինում է այս շրջանի որովայնի առաջային պատի արտահայտված դեֆորմացիա։